Անդրանիկ ջան, ինչ ես կարծում, ԿՊ-ն ինչի հարձակվեց եկեղեցու վրա ու ինչի առաջին թեման ընտրվեց հենց կաթողիկոսի զավակ ունենալու վարկածը ու ինչի է հիմա այդ թեման փակ։ Շատ հետաքրքիր հարց տվեցիր, հարցիդ պատասխանելու համար մի հատ փոքրիկ հարց ես քեզ տամ։ Իսկ երբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը։ Այն ժամանակահատվածում, երբ որ ընդդիմությունը դեռ պասիվ չէր, պասիվ էր, ճիշտ է։ Ինչի հենց եկեղեցին։ Եթե մենք գնանք Նիկոլի անցած ճանապարհը, ինքը pedagogan ինստիտուտներ ու ես եկեղեցին եմ համարում այն pedagogan ինստիտուտներից ամենակարևորագույններից մեկը։ Ինքը pedagogan ինստիտուտները ոչնչացնելով, ձևափոխելով, իրան հարմարցնելով եկավ ու ցանկացած ոլորտ Հայաստանում, այսօր եթե կարևոր ոլորտ է, ուրեմն այդ ոլորտի պատասխանատուն ղեկավարը իր մարդն է։ Եկեղեցին իրան չէր ենթարկվում։ Դրա համար պետք էր որ եկեղեցում էլ տենց ճագրտավոր բարեփոխումներ աներ ու ում պետք է փոխեր կաթողիկոսին։ Իսկ ինչ ձևի պետք է ինքը դիգեներ։ Եթե ոչ, ինպես մի հատ շոշափելի թեմա կբնիր, որ նոր էլի իրանք էին ներմուծել ժողովրդի մեջ, էլի իրանք էին գցել այդ խոսակցություն տարիներ առաջ։ Ժողովրդի զայրույթը, բայց այն չհաստատված բան էր, բայց մի հատ ասած էմոցիաների վրա աշխատող ինչ որ մի հատ պահ պիտի գցես։ Ինչպես միշտ ԿՊ-ն։ Ու դիք եղավ զավակի պահը, բայց ինքստեղ նաև աշխատավ ժողովրդի անտեղյակության եղնելու վրա։ Մեր ժողովուրդը ճիշտ է, մենք 1700 տարի քրիստոնյա ենք, չէ՞, բայց այսօր եթե դու գտնես հայ, որը եկեղեցու հետ կապ չունեցող հայ է, պրոստը ինքը կնկված քրիստոնյա է ենթադրենք, սովորական աշխարհի կյանքով ապրող։ Գտնես գոնե 10 հոգու, ով որ Աստվածաշունչ է կարդացել կամ եկեղեցական օրենք է կարդացել, այդ արդեն իսկ շատ բարդ է։ Իրականում միջև այսօր ժողովուրդը չգիտեն կաթողիկոսի իրավունք ունի երեխա ունենալու թե չէ։ Երբ որ ես կաթողիկոս էի պաշտպանում, ինձ միշտ այդ նույն հարցն էին տալի. իսկ կաթողիկոսի իրավունք ունի երեխա ունենալու։ Ես պատասխանում եմ՝ այո, ունի։ Եթե այդ երեխան ծնվել է, մինչև նրա կուսակրոնության երթում տալը։ Մեր ժողովրդի մեջ այդ կուսակրոն բառը ասոցացվում է, որ տղամարդը պետք է կույս եղնի։ Բայց կենսաբանորեն տղամարդու կույս հայացքածողություն գոյություն չունի, մենակ կնոջն է տրված։ Տղամարդը չի կրնա կույս եղնի, կենսաբանորեն։ Հենց որ չկա որևէ ինչ որ մի հատ մեթոդ, որ նոր կհաստատի, որ տղամարդը կույս է, այդ եկեղեցական օրենքը եկած է այն պայից, որ դու կարես սովորական քահանայությունից դու կրնաս ընտանիք ունենաս, երեխաներ ունենաս, բայց կա մի պահ, որ եթե այդ աստիճանից ուզում ես բարձրանաս, կամավոր պետք է հրաժարվես այդ ընտանիքից, այդ կյանքից ու մտնես արդեն հոգևոր կյանքի մեջ։ Այդ ժամանակ, երբ որ դու կուսակրոնության երթում ես տալի, դա հոգևոր է, ֆիզիկական երթում չէ, հոգևոր երթում է, որ դու մտնում ես այդ կատեգորիայի տակ, որ դու всё այդ պահից սկսած դու արդեն աշխարհիկ հաճույքներից հրաժարվում ես ու դու գնում ես հոգևոր կյանքի։ Իրանք գծեցին այդ խոսակցությունը էմոցիաների վրա ավելի շատ աշխատելու։ Ավրից։ Ժողովուրդը մի հատ մեպավ, քանի որ իրանք անտեղյակ են, իրանք չգիտեն, տենց բան կարելի է, չի կարելի։ Իրանք շատ լավ գիտեն ժողովուրդն ինչն է էմոցիոնալ առումով։ Նախադու ժողովրդի մեջ այդ եղավ, չէ՞, դու էլ ինչ իրավունք ունի, ուրեմն ինքը կաթողիկոս չէ։ Նախադու սաղ բանտարան, եպիսկոպոսների ժողովի բանտարան, հիմնավորող ստորագրող տարան, սաղ իրանց հերթին որոշեցին, որ կաթողիկոսը իրավունք չունի։ Բայց մեկի մտքով չանցավ մի հատ բացեր եկեղեցական օրենքը, կարտար մի հատ հարց կնար արդյոք դիտպես է։ Իրենց պետք է չի որ բացեն, իրենց պետք է այնքանավոր ինչ որ մի բան ասեն։ Ուղղակի էմոցիոնալ պորտումներ։ Ճիշտ է, հա, դե էմոցիայի վրա էլ իրանք առաջ են գնում, իրանք ցանկացած բան, որ նոր գիտեն որ ժողովուրդը կնա անտեղյակ եղնի, դա ամեն ինչից։ Իրանք այդ մի հատ գծում են ասպարեզ, մի հատ գծում են դաշտ, ու քաշում են ստուգում ռեակցիաները սկզբում։ Իրանք գծում են ու քաշում են կողի, իրանք հետաքրքիր չէ շարունակությունը։ Այժիշտ այդ շարունակությունը հետաքրքիր է այնքանով, թե քանի հոգի կմտածե, որ այդ ինֆորմացիան ստուգ է։ Ես ինչի եմ շատ հաջող իմերելների մեջ կոչ անում մարդկանց, որ ինֆորմացիան որ կա, կապ չունի ումից եք լսե։ Մեծ ստուգեք, մեծ բացեք, կարտացեք, կարտալը ամոթ չէ, կարտալը խրախուսելի բան է։ Մի հատ մտեք, կարտացեք, մի հատ հասկացեք, որ դիտպես է, թե այդպես չէ։ Շատ բան կրնան ասեն։
Այդ ինչ է, մենք բանում կսենք 1000 հոգի թափիկը վերեկներս, դե այդպես բան չկա։ Բայց մենք կաբացուցենք, որ այդպես բան կա, որովհետեւ մենք, չգիտեմ, օդիտ չենք անելի, կաբացուցական քաղաքականությամբ մենք կպնդենք։ Իսկ իրանք կսեն ու վсё գնացին։ Որովհետեւ իրանք ունին իշխանական լծակ, իրանք ունին այդ քարոզչական հետ ամեն ինչ ունին։ Մենք հասարակ ժողովուրդ ենք, մենք չենք կարող այտենց ասենք ու անցնենք առաջ, մեր պատասխանատվությունը այդ բավ ավելի մեծ է։ Իրանք կրնան հազար ցևի մանևրը, բայց ինչի հենց այդ ժամանակ չկար դեռ սկան կազմավորված ձևավորված կուսակցություններ, իրան հագակշիռ չկար, իրան միակ հագակշիռը այդ ժամանակ եկեղեցին էր։ Ժողովուրդը եկեղեցին բռնելով, ժողովուրդը եկեղեցին պահելով իր դեմ հագակշիռ ստեղծեց։ Ու այդ ժամանակ Սամվել Կարապետյանը եկավ Հայաստան ու դարձավ այդ ամենը։ Ու ասաց, որ մենք մեր ձևով կպաշտպանենք ժողովրդին։ Ու ինչ տեղի ունեցավ, այն մարդը, որ նոր բարեր արեր, այն մարդը, որ Հայաստանի համար լիքը բաներ ունի ստեղծած, նամիտ դարավ քախ փանդարգյալ, ինչի համար ասել էր ես իմ ձևով կպայքարեմ։ Ու այսօր թեկուզ իրա ես գիտես ինչու նաև կհասկանամ որ Նիկոլը այդ բային առանց գիտակցելու առանց հասկանալու ինքը ինչ-որ իր մադը տանի իր աշկը հաներ որովհետև իր քայլը ու ֆիզիկայի մեջ օրենք կա չէ որ ազդեցությունը ծնում է հագազդեցություն նույն ինքը ստեղծեց իր համար հագազդեցություն բայց ընդհանուր առմամբ ես մտածում եմ որ Նիկոլը տապալեց եկեղեցու դեմ Արշավը բայց դա չի նշանակում, որ ինքը չի շարունակելու, ինքը ստարտա վերցրել իմ կարծիքով, որ ընտրություններից հետո մնացած շարունակությունը, որովհետև այս փուլը ինքը ձախողել է, պարտվել է այս։ Ես քո հետ համաձայն եմ։ Բայց ինքը չի հրաժարվել, որովհետև չի կարա հրաժարվի, որովհետև հիմա մենք տեսնում ենք նույն Ադրբեջանի հետ կապված հարցերը, Իլհամ Ալիևի դիրքորոշումները, ու դա էլ է վերաբերմունքը իր հանդեպ։ Ու դա էլ է դրա կետերից մեկը, որ ինքը պիտի շարունակի ուզի չուզի։ Ու հա, եթե հաղթի, իր հաղթելու գինը դա է, գներից մեկը։ Եթե ինքը անցնի, այս ընտրություններին կելի պահպանը իր ստատուսը վարչապետի, ինքը գուցե եւ հաղթե եկեղեցուն։ Ոչ ազնիվ մեթոդներով, բայց գուցե եւ հաղթե։ Հաղթել ես չեմ կարծում, բայց եթե ինքը չանցավ, մեր եկեղեցին ինչ-որ 1700 տարի պահպանվել է, այդպես կշարունակի պահպանվել։ Մենք սաղսը կհասկանանք, որ բարեփոխումը ընդամենը չագերտավոր բարեփոխում է։ Իրականում ոչ մի բարեփոխում գոյություն չունի, ինքը պրոստը կուզե բերե իրան յենտագա ինչ-որ մեկին տնետեղ, որբիսի այդ կառույցն էլ իրան յենտարկի։ Բայց ինչի պիտի սպասի մեր ժողովուրդը, որ կստացվի թե չի ստացվի։ Այսինքն մեր ժողովուրդը հիմա գիտի, որ ինքը հարձակվելու է իր թիրախը ընտրել է եկեղեցի, ինքը չի հրաժարվելու այդ մտքից։ Ինքը ուղղակի ստարտա վերցրել, կանգարա վերցրել, որովհետև կանգարը վերցրել, որովհետև հիմա ավելի ուժեղ հագակշիռ ունի։ Նու ավելի ուժեղ չասեմ, ավելի քաղաքական հագակշիռ ունի։ Հանձինը Սամվել Կարապետյանի, որ ինքը մտքի ծերով չեր էլ անցնում, որ կրնա Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ելնի կաստը քաղաքական ուժ ստեղծե, այդ մարդը ելավ եկա ստեղծեց։ Ճարահատված, այդ մարդը հաստատ Հայաստանում վարչապետ եղնելու կարիք չունի։ Ինքը իրան ստեղծել է, ինքն իր ապրուստն էլ ունի, ծորով, ժողովրդի լեզվով ասած, ծորով ապահովել է, հեչ միտպես բանի կարիք չունի, բայց մարդը տեսավ, չէ, Հայաստանում ինչ կա դարի։ Վերջը սկան դարերով, հալածանքների միջով եկե հասել ենք մի հատ փոքր պետություն ենք մնացել, հա մի հատ փոքր պետությունն էլ է բնաջնջման եզրին։ Ու որպես ինքը բարերար մարդ, որպես լիդեր մարդ, փորձել է նաև այդ պատասխանատվությունը իր վրան վերցնե, որ կրանա ինչ որ մի բանը փրկի։ Դրա համար իրան մեծ ռեսպեկտ, որ ինքը թեկուս մի նստածել է, բայց ինքը շարունակի կպայքարել։ Ինչ կկարծես, հնարավորություն ունի մեր ընդդիմությունը առաջարկելու ժողովրդին նպես բաներ, որ
ժողովուրդը ավելի շահագրգռված եղնի իր քվեն տանել տալ ընդդիմությանը, քան էլի Նիկոլին։ Ընդդիմության ես կարծում եմ սենց առաջարկները դեռ տեսել ենք մի ուժի Սամվել Կարապետյանը ավելի ես իմ տպավորությամբ Սամվել Կարապետյանը ավելի տնտեսական, ավելի սոցիալական հարցերի շրջանակներում այդ ամեն ինչը պատկերացնում, դեռ մենք չենք տեսել Հայաստան դաշինքին իր ամբողջ ուժով, այսինքն իր ծրագրերը իմ կարծիքով Հայաստան դաշինքը փորձելու է ավելի ազգային կողմից ստանալ ձայները, ավելի ազգային հաշվի առնելով նաև դաշնակցության գործոնը, ով այդ հարցում ծանրակշիռ դերակատարություն է փորձելու ունենա։ Ես Հայաստան դաշինքին ավելի դիվանագիտական եմ համարում, որ քաղաքական դաշտում, դիվանագիտության դաշտում ինքը ավելի հզոր է, իմ տեսակետս։ Միանշանակ ու բաղով, հա, Սամվել Կարապետյանի ոչ միայն դու, այլ նաև կարծում եմ հանրության մեծ ինչ-որ մի մասը ու Հայաստան դաշինքի աջակիցների, կողմնակիցների մեծ մասը հենց դրա համար է Հայաստան դաշինքին աջակցում, որովհետև ունի ղեկավարով իրանց արգումենտը դա է, ունեն ղեկավար, ով միակն է, ով այս երկիրը ղեկավարել է։ Բայց իրան չեն սիրում։ Անտիրենտիկը համաձայն եմ, որ բարձր է, բայց Քոչարյանի դեպքում մի հետաքրքիր բան ասեմ։ Բայց չեն սիրում, այդ հարցը։ Քոչարյանը մի հետաքրքիր քաղաքական գործիչ է, ով իրան կամ սիրում են կամ ատում։ Միջինը շատ քիչ է։ Հիմա տես նեյտրալ համարյա չկա։ Քոչարյանի հանդեպ ադում են կամ սիրում։ Քոչարյանի հանդեպ կա կոնկրետ վերաբերմունք։ Այսինքն չկա նենց մարդ, որ իրան տաս ուղղակի ինչ որ նեյտրալ պատասխան տա կամ սիրում են կամ ատում։ Բայց ես կարծում եմ Սամվել Կարապետյանի թիմը հիմնականը ընդդիմադիր դաշտում շատ են խոսում, որ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է նաև իր շուրջ համախմբի իր կողմը քաշի Քոչարյանի որոշ ձայներ, բայց կրկնում եմ, մենք հաշվի առնելով Քոչարյանի որակները այն առումով զուտ անձնական, իրան շատ ինչ որ մի փուլ, ինչ որ մարդիկ անձնական համակրանքով են նաև ընտրում։ Օրինակ ես վերջին շրջանում համացանցում տեսնում եմ մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի նկար են դնում, Սամվել Կարապետյանին նոր առաջնորդ եւ այլն իր թեզերով, անցնում է մի քանի օր նույն մարդը նաև Քոչարյանի նկարն է դնում ու ասում եմ մեզ պետք է ուժեղ առաջնորդ։ Հա, ու դրա համար էլ իշխանությունը տենց թեզը բռնած, անընդհատ ուզում է Քոչարյանին ասոցացնի Սամվել Կարապետյանի հետ։ Հա, բայց ինքը նաև դից է բռնել, որ Քոչարյանի անտի-ռեյտինգը բերի կպցնի նաև Սամվել Կարապետյանին։ Հա, բայց ես այդ իմ մոտ տպավորություն է թողում, որ Սամվել Կարապետյանին հավանական ձեն տվող մարդկանց ինչ որ մի հատված դեռ չի կողմնորոշվել, այսինքն տատանման մեջ է Սամվել Կարապետյան թե Քոչարյան ու այդ տատանումը շարունակվելու մինչև ընտրապայքարի ընտրաշավի ավարտ։ Ու այդ մարդկանց ձենը թե Սամվել Կարապետյան թե Քոչարյան կարա փոխվի շատ փոքր դետալներից անգամ։ Իսկ տեսեք, Սամվել Կարապետյանը ինքը ստարտը վերցրել է, Քոչարյանը դեռ չէ։ Ու մենք չենք կարող իմանանք հետագան ոնց կլինի, բայց կարծում եմ, բայց պրակտիկան ցույց է տվել, այս տարիներին Քոչարյանը շատ լավ է քարոզարշավ անցկացրել։ Քարոզարշավեր տա ու կա, Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը կադրային քաղաքականությունը մի շատ ճիշտ է վերցնում։ Եթե մենք այսօր նայենք ազգային ժողովը, Քոչարյանի սաղ կադրերը ճիշտ են, հրագետ են, խելացի են, իրանք հենց քաղաքականության միջի են, որ իրանք գիտեն ուր են եկել։ Այդ ամբիոնին կորկային խոսան, իրանք գիտեն ուր են եկել։ Ինչ պատասխանատվություն ունին։ Ինչի համար են իրանք այդտեղ։ Օրինակ վերցնենք, չգիտեմ, Նիկոլի падգամավորներին, որ չգիտեմ, ճորտած ձևի են խոսում, ասենք անշնոր կավարի բան, չգիտես այդ մարդը, ասենք ինչի հայտնվել ազգային ժողովում, էլի նույն այդ բարկերով կարար, չգիտեմ, փողոցում ինչ որ մի հատ ուրիշ գործողությամբ զբաղվես, չնայած դա էլ խրախուսելի չէ ամեն դեպքում, բայց հաստատ իր տեղը ազգային ժողովը չէ։
Բայց երբ որ կվերցնենք մենք Քոչարյանի падգամավորներին չկա մի հատ падգամավոր իր մոտ որ նայես էս մարդը ինչ գործ ունի մարդը խելացի կիրթ գրագետ ինքը կհասկանա ինչի է այդ ամբիոնի առաջ կայնած հենց որ իմ կարծիքով չգիտենք ովքեր են լինելու դեռ հայտարարված չէ բայց ես վստահություն ունեմ որ ով էլ որ լինի էլի խելացի կիրթ գրագետ կադրեր են լինելու ու ես կարծում եմ որ այստեղ նաև իրանք ունեն երկու լուրջ մրցակից նու ես մտածում եմ որ խորհրդարանը առաջիկա լինելու է մի քիչ համարձակ հայտարարություն 5 ուժանոց այսինքն դե ոչ բարով ԿՊ-ն բարձա ուժեղ Հայաստան դաշինք Բարգավաճ Հայաստան եւ միասնության թևեր ես նման տպավորություն ունեմ ու մենք պիտի նաև քննարկենք Բարգավաճ Հայաստանի ու որտեվ ցանկացած հաշվարկով այդ ուժերից շատ բան է կախված լինելու Հայաստանում իշխանապողություն լինելու է թե չէ շատերը կենտրոնանում են Սամվել Կարապետյանի ու Քոչարյանի վրա մենակ Ինչ ես կարծում որ այդ երկուսով ավելի շատ ցենտ անին քան չէ չեմ կարծում որովհետեւ Սամվել Կարապետյանն ու Քոչարյանը միասին Ես կարծում եմ որ կարան տանեն ԿՊ-ն իմ տպավորությունով 30 ես տենց եմ կարծում իմ անձնական կարծիքը 50 պլյուս չի հավաքելու ԿՊ-ի վերարտադրվելը կախված է լինելու կամ ինչ որ արբանյակ ուժերի sense ասած խորհրդարան մտնելուց կամ չգիտեմ երկրորդ Եվրոխորհրդարանում շատ բարձ հասկացնել տվավ չէ որ Եվրոխորհրդարանը ինչի պատրաստ են մենակ Եվրոխորհրդարանում դա հավատարմության երթում էր Ալիևին ու մի հատ էլ եկավ Հայաստանում հավատարմության երթում տվեց որտեվ վերադառնանք առաջին մտքից որ իրա վերարտադրվելը ունենալու է գին այսինքն ինքը պիտի այդ գինը հետո վճարի հիմա իրան Ալիևը ուղղակի խաղաղության իր այդ ծրագրում կարևոր դետալը որ Ալիևը կամ ինքը ստանում է աջակցություն Ալիևը չհայտարարեց որ խաղաղություն է լինելու այսինքն դա արդեն ուղիղ աջակցություն է նայ Գևորգ Պապոյանն ելնում հայտարարում է որ մենք որ չլինենք դրպը չի լինի խաղաղություն չի լինի Ալիևը օգնում է որ Նիկոլը խաղաղության այդ ծրագիրը որով ինքը մոլորեցնում է ժողովրդին ապրես հիմա նայ ավելի լայն կիրառ Գևորգ Պապոյանի հայտարարության հետ կապված ես գտնեմ որ ինքը սխալ չի սել ինքը ճիշտ է Գևորգ Պապոյանը հա ինչ պահով մի քիչ ուրիշ տեսանկյունից նայենք էլի նայ իրանք պայմանավորվածություններ ունին Ալիևի հետ ենթադրյալ որ պիտի սահմանադրություն փոխեն ճիշտ է ենթադրում ենք որ այդ սահմանադրությունը իօկուտ եղնելու է Ալիևի որովհետև Ալիևն է ուզողը որ փոխվի Ալիևը մեր թշնամին է ինքը հաստատ իշահայի ինչ որ բան չի ուզելու իշա իր երկրի է ուզելու որը կարելի է վնասի մեր հայկական շահին այսինքն տեղ եղնելու է սահմանադրության փոփոխություն տեղ եղնելու է ճանապարհի կամ միջանցքի հարց ու տեղնելու է անվտանգության դե զենքի արկուվաճառքի ու լիքը այդպես գործագիծներ հիմա եթե ինքը դա ամեն ինչը խոսածել է Ալիևի հետ որ դա ամեն ինչ էնելու է որի դիմաց ստանալու այդ խաղաղության թղթի կդորը կարելի է այդ տեսանկյունից դիտարկել որ Պապոյանը ճիշտ կսոր չի եղնի խաղաղություն բայց ոչ թե խաղաղություն չի եղնի իր բուն իմաստով այլ Նիկոլի պատկերացրած խաղաղությունը չի եղնի որովհետև Քոչարյանը կա կամ Սամվել Կարապետյանը կա հաստատ չի նստելու Նիկոլի բանակցած կանոններով առաջեշտա իրանք իրանց կանոններն են թելադրելու չեն համաձայնվել որ սահմանադրությունը փոխվի իօկուտ դե միանշանակ իօկուտ Ալիևի եւ ի վնաս Հայաստանի եւ այդտեղից արդեն Գևորգ Պապոյանի սազկու կա որ գուցե եւ Ալիևը չհամաձայնվի եւ խաղաղություն չեղնի գուցե եւ այն որ թերապի պահով որ բանակցել են գուցե նոր ղեկավարը կա թազա մեթոդներ թազա ինչ որ կեդեր ավելացնի այդ ամեն ինչի մեջ այդ փաստաթղթի մեջ ու
Տրամպը չհամաձայնվի, այդ թրիպը չլինի։ Բայց եղնելու է։ Պրոստը իրանց պատկերացրած ձևով չի եղնելու։ Արդեն Հայաստանի ընդդիմադիր ուժերը, ինչքան է մենք ասում ենք, որ գաղափարապես տարբեր են, մի հարցում շատ միասնական են, որ այսինքն խաղաղության կողմ են բոլորը։ Նիկոլը մեր ժողովուրդն է պիտի հասկանա, որ Նիկոլը զուտ մոլորեցում է, որ ցույց տա, որ ընդդիմությունը կոպիտ ասած պատերազմի կողմնակից է, բայց ընդդիմությունը եւս ուղղակի հենց քո ասածը է դա արժանապատիվ խաղաղությունը հենց է դա։ Այսինքն խաղաղություն, որ երկու կողմը հավասար նստում է խաղաղություն կնքման այդ գործընթացի շուրջ, բայց ստեղ մենք գործ ունենք կողմը, որը ճնշում է մյուսին, մյուսը ենթարկվում է, ստեղ ինչ խաղաղություն։ Սա ենթարկվել է։ Բայց այսօր Նիկոլի հենց քարոզարշավ այդ խաղաղության վրա է ստեղծվել, չէ՞։ Որ մենք բերել ենք խաղաղություն։ Դե դա ասում դա Նիկոլի մոլորեցումներն է։ Ինքը առանց դրա չի կարող ընտրվի։ Ինքը պետք է անի դա։ Ինքը մոլորեցում է, իրականում ինքը խաղաղություն չի բերել։ Որովհետև մեր խաղաղության չի էլ տանի։ Նույնն է, ոնց որ, չգիտեմ, մի հարևանը կնա, մյուս հարևանի վրա կռիվ, զենքով, տանագով, բանով վերտա կռիվ, այնա մի եկել հարևանը, ասի ախպեր, ինձ մի սպանի անտունս քեզի վերու։ Հիմա Նիկոլի նպատակը ես խաղաղություն կբերեմ իմ ընտանիքին, ես քեզ այդ կռվի չեմ երթ։ Բայց կուդամ։ Հիմա նույնը մեր երկրի մեջն է։ Ալիևը ինչ ուզում է, Նիկոլը տալիս է։ Ասեք տա։ Ու անունը դնում որ խաղաղություն է, մենք չենք խաղաղության ենք գնում, բայց ինչ կուզա կուդա։ Այդպես ումից էր տաս ուզես որ տա էլ ուզենաս իր այդ խաղաղության մեջ եթե կողմերից մեկի շահերը կտրուկ ստորադասվում է, ընդհանրապես չի ստորադասվում է, ընդհանրապես շահերը չի հիշվում, դա ինչ խաղաղություն։ Մենք չունենք այդ խաղաղություն, պրոստը իրանք տենց սրդիկներով բաներով տենց Դե կրկնում եմ, որովհետև դա նախընտրական ձև է։ Հիմա ինքը հասկանում է, որ դա ամենաուժեղ աշխատող միջոցն է, որովհետև նայ մեր ժողովուրդը հիմա ես տենց տպավորություն ունեմ, որ ավելի շատ անվտանգային հարցերով է մտածում, քան նույնիսկ սոցիալական։ Եվ вообще ցանկացած ժողովուրդ ինչ կուզե երկու բան, որ փորը կուշ տեղնի, մեր լեզվով ասած։ Չէ, հիմա մեր տեղնի գլխու վերևն է կաբուտ երկինք եղան։ Այդ չէ, ինչ պետք է ուզետից ավելի, ինքը շեշտը տնեգը դոր վրա։ Այսինքն այն ամենամինիմալ պահանջները ինքը փորձեգա ցույց տա որ յանիմ թե ապահովել է։ Դե ով չի ուզեր որ թոշակը բարձրնա, ես եք ուզեմ անձամբ ես շատ կուրախանամ որ թոշակը բարձրնա։ Բայց լավ մի հատ մարի հարց կանանք ինչի հաշվին է ավելցե։ Թոշակ ստացող թոշակառուի համար բացարձակ տարբերություն չկա 10000 դրամներ կավելն է, ինչի հաշվին կավելն է։ Բայց աշխատող հարկ վճարողի համար շատ մեծ տարբերություն կա թե դիք ինչի համար, ինչի հաշվին կավելն է։ Եթե մենք բյուջեն փող չունեինք որ միջև է դա ավելնար, այդ ինչ եղավ որ եկավ հասավ ընտրությունների շեմ նոր որոշեցին որ իրանք պետք է թոշակ ավելցնեն։ Նայ Նիկոլին եթե հիմա ասեն մի քիչ կեսկատակես լուրջ է Նիկոլին եթե ասեն ընտրվելուց միագինը պետական բյուջեն հանի բաժանի գետնին ցես թափի ուղակի ժողովրդին ինքը կանի դա։ Եթե դա քրեականացված չլինի։ Հա։ Պատասխանատվության ինչ որ բաժին չէ, հա։ Ինքը ամեն ինչի պատրաստ է։ Էլ ուրիշին ծերի կերներն էլ լինի, այնա կան պարկեվավճարները բաժնել է, այտենց մասսայական թոշակները բարձրացնել, էլ ուրիշին ծերի կերն բյուջեն տադրել։ Բյուջեից կուտա չէ, դեռ չկան միլիոններով պարկեվավճարներ։ Մեկը մեղնի հարցն է, օրինակ, այն աղջիկան անունը ինչ էր, Արխաս, ինչի համար բան կուտաս, պարկեվավճար կուտաս, ազգային ժողովում պես ճպցնելու գնակը որ կպնելու համար։ Եթե դեռ համար պարկեվավճար կհասնի, արի մենք էլ էշտանք դե ազգային ժողով, մենք այդ ձևի խոսանք, ասենք դե մեզ է տվեք այդ պարկեվավճար։ Եթե դեռ համար կուտա, ինչի հաշվին կուտա։ Բայց ինչ է երել էս ազգի համար, որ պարկեվավճար կստանա։ Կամ կենտրոնացա այդ մեկի վրա, բայց այտենց լիքը կան։ Իշքան ուզենք կան, որ հեշտ բան չեն անում։ Բայց օրինակ ինչ ես կարծում, որ նույն Սամվել Կարապետյանի թիմը, երբ որ հիմա շեշտը դրել է հիմնական մեծ մասը դրել է տնտեսության վրա։ Գուցե նաև անվտանգային հարցերով մի քիչ խորը անդրադառնան ու ձայները ավելի մեծ լինի։
Այսինքն իրանք մի ուղղության վրա են հիմա իմ տպավորությամբ ավելի շատ կենտրոնացել են մի։ Չեմ ասում այն մյուս ուղղությունը անվտանգությունը չի հետաքրում, ուղղակի երկու ուղղության վրա եթե աշխատեն, իմ կարծիքով էֆեկտիվ կլինի ավելի։ Հարցը որն է, ամեն մարդ կրնա խոսա այն ոլորտից, որ ոլորտից որ կհասկնա։ Ամեն մարդ կրնա այն ոլորտի վերաբերյալ երաշխիքներ տա, որի վրա համոզմունք ունի։ Քանի որ ինքը բիզնեսմեն է, ինքը գիտե տնտեսությունը ինչով զարգացնի, ինքը ստավկիների դրա վրա։ Ինքը գենշտաբի պետք չէ բանակի, որ կրանա խաղաղության քարտեզ գծը։ Ինքը մենակ չի անցնելու ազգային ժողով եթե անցնի, մենակով չի անցնելու։ Կա իր հետ նաև այլ հզոր ուժեր, Հանձինես Քոչարյանի ու այս երկրում պաշտոններ զբաղեցրած էլի մարդկանց, ովքեր շատ լավ գիտեն, թե խաղաղությունն ինչ պետք է անի։ Ինչը պետք է է այդ անվտանգային հարցը։ Մեկը կզբաղվի անվտանգային հարցերով, մյուսը կզբաղվի տնտեսության զարգացման հարցերով։ Մենք ունեցանք այդ երկու հարցը։ Իդեպ մյուս երկու ուժերն էլ այդ առումով նմանություն ունեն, այսինքն Բարգավաճ Հայաստան ավելի շատ տնտեսական գծի վրա, իսկ Միասնության թևերը մի քիչ ավելի շատ անվտանգային հարցերի վրա։ Հիմա դու որպես գյումրեցի մի հարց տամ։ Իշխանությունները սարսափում են Գյումրի երկու սցենարից։ Ապուդի սարսափեն։ Ըստ քեզ ազգային ժողովի ընտրություններում իսկապես հնարավոր է այդ սցենարով իշխանապողության հասնենք։ Այսինքն դու այդ Գյումրի երկուս իրագործելը ոնց ես գնահատում հնարավոր է ամեն սցենար։ Բացարձակ չոր Սամվել Կարապետյանը կամ նույն ինքը Ռոբերտ Քոչարյանը որ կան անտի-ռեյտինգ են կպցնում մենակով ավելի շատ այնքան ցեներ տանի։ Բոլոր ունեն արդեն։ Որ ընդհանրապես կոալիցիաների կարիք չունի։ Գյումրի երկուս այնքանով չի կարա եղնի, որ չէ, իրատեսնայենք լինելու է, կարիք լինելու է։ Ուրիշ բան եմ ասում, Գյումրի երկուս այնքանով չի կարա լինի, որ Գյումրիում կոալիցիաներ չեղավ։ Մարդիկ պրոստը ընտրեցին քաղաքապետ։ Ազգային ժողովի պարագայում այդ անհնար է։ Ազգային ժողովի պարագայում պետք է կոալիցիա եղնի։ Այստեղ հարց կա, արդյոք կուզենան ընդդիմադիր ուժերը իրար հետ կոալիցիա կազմեն։ Այստեղ մենք ցանկություն ունենք, որ ԿՊ-ն չընդրվի։ ԿՊ-ն իշխանություն չունենա։ Իսկ ընդդիմադիր ուժերը խորհրդան մտնելու դեպքում այդ տարբերակն է։ Բայց մեր ցանկությունն է, չէ՞, մենք չենք հարցրել այդ մարդկանց, դուք ուզում եք իրար հետ համագործակցեք։ Իմ կարծիքով երբ որ ժամանակը եկավ հասավ, իմ կարծիքով կհամագործակցեն, բայց այդ իմ կարծիքն է, գուցե եւ չհամագործակցեն։ Այսօր Գյումրի երկուս չի եղնի, բայց կոալիցիաներ հավանական է որ եղնի։ Նիկոլի մոլորեցումներից մեկին անդրադառնամ։ Ինչ ես կարծում իրանց միջոցառման համերգային ֆոնը ապահովելու համար ինչի հենց Տաթև Ասատրյանին օրինակ ընտրեցին։ Ինչի հենց Տաթևին, որովհետև Տաթևը ժողովրդի կողմից սիրված կուսանական երկեր երկող երգչու է։ Ինքը շատ բարի համբավ ունեցող, բարի կերպար ունեցող երգչու է։ Ես էլ եմ Տաթևի երգերը սիրում։ Ինչի ինքը գնաց հենց Տաթևին։ Ես էլ օրինակ Չերես Տաթև կուզեն այդ ամեն ինչը կազմակերպեն, որովհետև Տաթև բարի համբավ ունի։ Հիմա որ մարդիկ իմանան որ Տաթևի համերգն է, էստան այնտեղ կայնին, չգիտեմ 200,000 հոգի մարդ հավաքվավ համերգին ենթադրենք։ Իրանք էդի նկարելու են ասեն, ահա այդ արանքներն է, ասենք անընդհատ շեշտեն Նիկոլի անունը, ԿՊ-ից ինչ որ մեկի անունը, դորով Տաթևով փորձելու են իրանց կուսակցությունը ռեկլամ այդ հարցը տվեցի, որ գանք այդ կետին, որ Նիկոլի քարոշչության մասնակազմում, այսինքն սուտ ինչ որ մի հատ բանկցի ու սուտ ցույց տա որ այսքան մարդ ունեն։ Իրանք հիմա Տաթևով, Տաթևի բարի համբավ։ Հիմա ես կարող գնամ օրինակ համերգին, ինքը ես է կարող։ Հա, ես ու դու կանանք գնանք ոչ մի խնդիր։ Արի էստանք ընդ կայնինք համերգին ցույց տանք որ մենք էլ Տաթև Ասատրյանի շատ կսիրենք դրա համար ընդենք որ չկարենան ցույց տան որ վայ գիտես ինչ կա այս կան ժողովուրդն որ հավաքվել է Նիկոլի համար է հավաքվել ոչ այնտեղ կարա չգիտեմ մեր ազգի կեսն էլ հավաքվի
ինչքան մարդ կար կսիրե Տատևին ու Տատևի երաժշտությունը, կրնան հավաքվում։ Ես ու դու պայմանավորվեցինք, բայց իրանք նայ Կարեն, իրանք կրնան դիք ցույց տան ըմբեսնար մեր քարոզարշավին են եկել։ Հիմա եթե ես ու դու ելնենք երթանք Տատևի համերգին։ Դիք Գերնոր Նիկոլի քարոզարշավին են գնացել թե Տատևի համերգին։ Մենք կլինի որ գնացել ենք Տաթևի համերգին, բայց ընդհանուր ֆոնի համար, վերևից նկարի համար կլինի պատկեր, որ Նիկոլի, այսինքն նրանք վերջում դա քարոզելու են որպես մեր ժողովրդին կոշկեն է, թեկուզ ընդդիմությանը, որ ով սիրում է Տատևի երաժշտությունը, գնացեք, լսեք համերգը, ուրախացեք, քեֆերեք, լիսկաթափվեք, հետ եկեք։ Ու մի հատ էլ ընդից նկարեք, ձեր հետևորդներին, ձեր լսարանին ցույց տվեք, որ այդ միջոցառումների ժամանակ ոչ մենակ Նիկոլի ժողովուրդն է հավաքվում, այլ նաև բոլոր են մարդիկ, ովքեր սիրում են Տատևին։ Նիկոլը ամեն ինչ Գուցե միջև էս պահը նայես, ինչ կսեմ, գուցե միջև էս պահը ինչ որ մի ձև նաև ընդդիմությունն է սխալ քաղաքագնություն վարը այդ հայտնիների պահով։ Ինչ որ մեկը հայտնվել է Նիկոլի, չգիտեմ, հարսնիկի ինչ որ արարողության երկել է, ասել են, «Всё, ինքը Նիկոլի հետ էլ իր այդ գործ չունենք»։ Այն մեկը գնացել Նիկոլի կազմակերպած միջոցառմանն է երկել կամ էլի ինչ որ նմանատիպ միջոցառման ասել գործ։ Ես հագարակն եմ ասում, ինչի գործ չունենք։ Նույն մեր ժողովուրդն են։ Այդ իրարից անջատելու, սև ու սպիտակի տարանջատելու, իրար այդ պարակտուն մծնելու քաղաքականությունը իրանցն է, մերը չէ։ Իրանք են դիք օրակարգ բերել, բաժանելու։ Որ ով էս կողմն է սպիտակ է, ով են կողմն է սևն է, դիք մեր օրակարգը չէ։ Դիք իրանց օրակարգն։ Իսկ մի հատ հարց, ինչի պետք է մենք իրանց օրակարգով շարժվենք։ Ինչի պետք է այն քաղաքացին, որ նոր ինչ-ինչ պատճառներով թեկուզ գնացել Նիկոլը Անդրե, ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, չի հասկացել կամ բարեկամ է ունեցել մեջը ծանոթ է ունեցել, ես մտածեմ, որ ինքն իմ թշնամիս է, ինչի։ Իմ ազգս է, իմ հարունս է, ինչի պետք է ես իրանին թշնամի տեսնեմ իր մեջ։ Դե դա ավելի շատ մեր ժողովրդի արդեն մտածելակերպից է։ Դրա համար ես այդ նույն կոնտենտում համերգի կողմնակից եմ, որ ոչ արեք բաժանում չենք, Տատևի համերգն է, շատ լավ արեք սաղովի երթանք այդ համերգը։ Այդ նույն տրամաբանությամբ նայ, իմ մոտ միշտ հետաքրքիր է եղել, օրինակ նույն մեսենջերով, նամակով, թե կոմենտով, տարբեր կանայք ամենավատը է դա, որ կին են անում, մտնում հայհոյում, անեծքներ։ Այդ նույն տրամաբանության մեջ եմ էլի ես ջղայնանում ավելի շատ, որ ինչի պիտի Նիկոլը, ասենք հասկացանք լավ, Նիկոլին սատարելու համար է, բայց ինչի պիտի Նիկոլը կարանա ժողովրդին նենց ֆրցնի, որ օրինակ 57 տարեկան կինը հավանական է իր տղայի տարիքի տղային Նիկոլի խաթր մտնի ու անիծի։ Դա հենց խոսում է նրա մասին, որ Նիկոլի այդ տրյուկները աշխատում են։ Այդ հոգեբանությունը, չէ՞, այդ հոգեբանությունը շատ լավ ուսումնասիրել են իրանք։ Միջև իշխանության կալ, իրանք այս ժողովրդի հոգեբանությունը տարիներով ուսումնասիրել են։ Միջև իշխանության կալը իրանք սերմեր են գծել։ Տարբեր տարիներին, տարբեր միտինգների ժամանակ ամեն մեկը փոքր-փոքր սերմեր են գծել։ Իրանք հասունացրել են այդ պահը, որ ժողովուրդը հավատա իրանց։ Ու եկել է մեր պահ, որ հավատացել է ժողովուրդը։ Հիմի հագարակ process-ը կերտա։ Հիմի այդ նույն ժողովուրդը մանրից կհասկանա, որ ինքը խաբել։ Դրա համար Նիկոլի ռեյտինգն է քիչնի։ Ու իր մոդելը կթվա, որ այն տեխնոլոգիան, ինչ որ ինքը կիրառեց միջև 18 թիվը, աշխատելու է նաև 26։ Բայց ախր խնդիրը նրանում է, որ այդ նրանք ովքեր գիտակցում են, որ խափնվել են, նրանք էլ են չեմ պատկերացնում, այսինքն հիմա իմ մոտ ամենաշատը հարցը առաջացնում ոչ թե Նիկոլի վարկանիշը, այլ այն մարդկանց թիվը, որ պատրաստվում են չգնան ընտրությունների, որ իրականում շատ մեծ տոկոս է ու դա շատ վատ է։ Պատասխանատվության հարց է։ Ես այդպես կտեսնեմ։ Չեն վստահում կամ չգիտեմ ինչն է պատճառը, ընդդիմությունը իր փոխարեն, իր տեղ ունի։ Պատասխանատվության հարց է, որովհետև X մարտը, չասեմ դու Պողոսը կամ Պետրոսը, X մարտը
ով որ 18-ին կանգնել է Նիկոլի կողքը ու ինչ որ ու մասնակցությունը ունեցել այն process-ին, որ Նիկոլը դարձել է վարչապետ, այսօր ինքը հասկացել է, որ ինքն էլ է մեղավոր, բայց չի ուզում այդ պատասխանատվությունը ինքը իր վրա վերցնի։ Եթե ինքը այսօր այդ ընդդիմություն ընտրե կամ ընդդիմության քարոզենը, ինքը պետք է այնքան գիտակցություն ունենա, որ այդ պատասխանատվությունը ինքը իր մեջ վերցնի, որ նաև իր մեղքն է եղել, որ Նիկոլը եկել է իշխանության։ Իսկ քանի որ ինքը խուսափեք է այդ պատասխանատվությունից, ինքը պայե նեյտրալ դիրք։ Որովհետև բոլոր մարդիկ չեն պատրաստ իրանց սխալի պատասխանատվությունը կրելու։ Երբ որ մարդիկ սկսեն իրանց սխալի պատասխանատվությունը կրելու գիտակցությունը ունենալ, մեր ազգի մեջ շատ բաներ դեպի դրական է կերտան։ Դե դրա համար իմ կարծիքով ընդդիմությունն էլ, ընդդիմադիր ուժերն էլ իրանց անելիք ունեն այս հարցում, շատ լուրջ, որ կարողանան հավաքեն այդ մարդկանց ձեները, որովհետև կրկնում եմ, Նիկոլը չունի աջակցություն։ Նիկոլը ուղղակի իր ամբողջ ստավկան դրել է հենց դրա վրա, որ քիչ մասնակցությամբ ինքը իր ձեները, ինքը միշտ պիտի մեր ժողովուրդ իմանա, իշխանությունը միշտ մոտավոր գիտի իր թիվը, մոտավոր գիտի ինչքան հատված է իրան աջակցում։ Ընդդիմությունը չգիտի։ Կամ գիտի, բայց այնքան ոչ խորը ինչքան իշխանությունը։ Պետական լեզակներ ունի, բայց իմ կարծիքով այս անգամ Նիկոլը չի անցնի ու ես ասեցի 37% կհաղթահարի։